Պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել, Պտտվիր, ես քո երգը վաղուց եմ լսել Ինչ եղար այդ տնաշեն 15 րոպեա մի հարգես բարձրա Աղջի սուս մնան Ասի դուզ գամ քուրս զանգեց Ներվայնացած եմ ասմարի գեղ Ացենք թխում դի գնդերը ես անեմ Քաղաք է լեկա չպրծակ Այդ հավտանեմ քեզ էլ միշտ սենց ժամանակ է զանգում Էլ ասում ես Քանի լրիվ չի սարան Աղջի ես Տունը չէ հարսդ Ես ուրա Տաննա բավոր ջանդամ չեր եկել բերանս քնածա Ռոզա 50 տարեկան ամուսնացած է ունի 1 տղա չի աշխատում Շայխայ ասուախչի Մինչև հիմա քնածա Շուշան 52 տարեկան Ռոզայի հարևանուհին է ամուսնացած է երեխա չունի Բայ Բարի չա երբ որ կհոգնի պարկելուց նոր կվերկենա խանումս Աղջի ես չեմ հասկանում Էդի ամոթ չունի Մեր վաղտեր հելնում ենք գեղիսաղ փողոցով ավլում ենք մինչև մուտնան գնում էր Դու էլ բան ասիր դրա համար ամոթ մամոթ չկա իսկ են մեծ քուլնա Վայ աստված ջան Լսի հռոսք դրա քուրը փաշանվավ Իա Շուշան Աղջի Վայ Դրա քուրը արդեն մի շաբաթ է հոր տանը ապրում դու նոր ես հարցնում Բա ես ոնց է որ չէի իմացել թե մոռացել է Աղջի ինչի շուտ չէիր ասում Վայ Շուշան ջան ես էլ հոգս ու դարդ չունեի այ ամբողջ օրը նստեի այդ աննորմալների մասին մտածեի Դες ինչ եմ ասում հռոզ ջան Շունգել խնամիտա Դու մի քիչ ձևեր արա, էլի մտամ անհանգստանում ես, հասկանում ես Բանման իմացի արի ինձ ասա, էլի համել իրանք կտենան, որ դու անհանգստանում ես Ով, Շուշան, ես գիտես կեղծավորություն անել չգիտեմ, թաղեմ դրանց բոյը Լասի, պաստորեն ճիշտ ահա, որ հարսիտ քուրը սիրող անամ Բա, Շուշան ջան, բա Ինչքան ժամանակ է ես քեզ ասում եմ այդ մասին, մոռացել ես, չես հիշում Աղջի դե եսի մեղով Վայ, ինգա ջան վեր ես կացել բալես Ինգա ջան չնայած արդեն կեսորա, բայց բարի լուս աղջիկ ջան Ինգա 26 տարեկան Ռոզայի հարսն է երեխա չունի չի աշխատում Աղջի հարսդ ոնց որ լսեց Բա, լսում է թող լսի Ինչ կային եմ ասում, հո չեմ հորինում Հլո դրան նայիր, ապավացկը հիմարի մեկը, խմի, հա? Վայ հռոզ, վայ, ոչ երանի կես Նեցել աչկերը չարել ամեզ վրա Կնա քրոջդ վրա չարեի Աղջի, բայց լսած կլնի, ինչ ուզում ես ասա, էդի որ տենց օցավարի վրեկներս նայեց, կնաց էդի լսած կլնի Հե? Աղջի, դու այդ ոնց չամաչեցիր, այդ խեղճ Շուշանը քեզ ինչ վատություն էր արել, որ բարևներ չարար Տենց հիմարի նման է Այսինքն Դեռ ես պիտի ամաչեմ, հա Ինչ սենյակից դուրս եմ եկել, նստած քրոջս եք փնովում ու հիմա էլ մեղադրում ես, որ ես ինչի չբարևեցի քո ընկերուհուն Լսի մենք քո քրոջը չէինք փնովում, մենք քննարկում էինք իրականությունը Բայց ում ինչ գործն է իմ քուրը բաժանվել է, թե չի բաժանվել Շատ լավ էլ իմ գործն է, նրա քուրը իմ հարսն է, իմ տան մեջ է ապրում Ու դա քեզ իրավունք է տալիս, որ բամբասես Բամբասողը մերը տա հիմարի մեկը Խի որ ճիշտը դեմքիդ ասացի չդիմացար Հələ ես հիստերիկը նայի, ոնց է խոսում, մեղակ ես տեր ասված Լսի ինչ եմ ասում աղջիկ ջան, մի հատ ուշքի արի Դեմդ մերը չի կանգնած, մի հատ թարսնենց կխպեմ, որ երկար լեզուտ բերանիդ մեջ կչորանա
հիմար ապուշ։ Ես հենց հիմա կզանգեմ Գևորգին ու կգնամ մեր տուն։ Դու ոչ մեկին էլ չես զանգի։ Կզանգեմ։ Մի հատ տուրս Թող մի հատ։ Դու ոչ կզանգես, ոչ էլ տեղ կգնաս եղավ, վեր ընկի տեղատ։ Դու սրա համար էլ շատ կփոշմանես։ Ես կզանգեմ ու կգնամ այս տնից։ Լսի, դու ձենդ շենքով մեկ մի գցի եղավ, ոչ մեկին չես զանգի։ Տղուս կյանքը կերար էլի, ամեն մի հիմար բանի համար զանգում ես այդ խեղճ երեխուս դիվադատար ես անում։ Եկա աղջիկ ես չես ամաչում, մարդ պետք է ուղեղ ունենա, ուղեղ։ Հիմար հիստերիկի մեկը։ Լսի, դու իրավունք չունես ինձ արգել, ես հասկացար։ Շատ լավ էլ ունեմ իրավունք, աղջիկ ջան։ Ես Գևորգին ամեն ինչ պատմելու եմ, հասկացար։ Ամեն ինչ պատմելու եմ։ Այդ հարցը դու ես պատմելու, թե ես ապուշի մեկը։ Սրան նայ, խելքի չեկար էլի։ Մի քանի ամիս կնոջ հետ ապրելով հայրական տանը, Գևորգը Ինգայի ամուսինը հասկացել էր մի շատ կարևոր բան, այն որ իր ծնողները, հատկապես մայրը, մեծ դժվարությամբ էին տանում հարսի ներկայությունը։ Պատճառները բազմաթիվ էին, իսկ ելքը միակը։ Գևորգը որոշեց հոր հետ որոշ ժամանակով մեկնել արտերկիր, գումար վաստակել եւ հայրենիք վերադառնալուն պես թեկուս փոքր բնակարան գնել ու Ինգայի հետ տեղափոխվել այնտեղ։ Ինգա մի հատ կարես հանգստանաս։ Վերջացրու մի հատ։ Լիդա, արի գնանք մեր տուն։ Կարես մտքիցդ հանես մեր տունը։ Լիդա 30 տարեկան, Ինգայի քույրն է, ուսուցչուհի է։ Ես ընդեղ հետ չեմ գնալու էլ։ Ինգա գոնե հանուն քեզ ու Գևորգի, հանուն ձեր ընտանիքի։ Լիդա, ախր Ինչ ախր, ես գիտեմ որ դժվար է։ դժվար չէ, անտանելի է, հասկանում ես, անտանելի։ Թեկուզ եւ, բայց պիտի դիմանաս մինչև Գևորգի վերադարձը։ Ռոզայի հետ կխոսաս դու։ Ինգա ջան, ինչ խոսամ։ Ինչ խոսամ մի մարդու հետ, որը անգիտակցաբար բամբասում է ուրիշի անձնական կյանքի մասին։ Լիդա, ինքդ գիտակցելով է այդ ամեն ինչը անում։ Ու անդադ ինքը տանը այդ լարված մթնոլորտը պահում է իր զզվելի պահվածքով ու բամբասանքներով։ Իրան ման մեկին էլ գտել է, ամբողջ օրը քչփչում են իրար հետ։ Վերջինը, հանգստացի ու մոռացի այդ ամեն ինչի մասին։ Չեմ կարա, ես գնամ տուն ու նորից նույն պահվածքը, ամեն ինչը նույնն է։ Ինգա, եթե գնաս տուն էլի նույն թեման շոշափվի, ուղղակի բանի տեղ մի դիր։ Մեկը դրանից մեզ վատ չի լինի։ Լիդա, ես չեմ կարա լռեմ։ Լավ գոնե խոստացի, որ չես վիճի հետը։ Ինձ կզանգես։ Լսում ես ինչ եմ ասում։ Խոստացի։ Հա։ Եթե մյուս անգամ էլ նման բան լինի, կզանգես ես ինքս կգամ այդ քո Ռոզայի հետ կխոսեմ։ Դու լսում ես ինչ եմ ասում։ Լսում եմ։ Ինգա դու հարս ես, քեզ ավելորդություններ թույլ մի տուր։ Համել պարտադիր չի, որ պապան ու մաման ամեն ինչի մասին իմանան։ Որ զանգեմ հաստատ կգաս։ Հա, Ինգա կգամ։ Ոչ չեմ գա։ Հիմա mən հանգստացի։ Չեմ ուզում ես գնամ։ Ոյ Աստված։ Լսի կարես մոռանաս մտքիցդ հանես, այդ իմ կյանքն է վերջի վերջը, ոչ թե քո։ Մամ, այսօր երկրորդ օրն է զանգում եմ Գևորգի հեռախոսը անջատած է, դու կարող ես խոսել ես հետը։ Չէ։ Իսկ պապայի։ Ում պապայի։ Գևորգի պապայի։ Չէ, Գևորգի պապայի հետ էլ չեմ խոսել։ Ինչ ես հարցնում։ Անհանգստանում եմ։ Անհանգստանում ես, թե վախենում ես։ Բայց ինչից պիտի վախենամ։ Մոռացել ես արդեն։
պահվածքդ։ Աղջիկ ջան, քեզ քանի անգամ ասեմ, որ դու քո անիմաստ զանգերով խանգարում ես աշխատել Գևորգին։ Ես անիմաստ չեմ զանգում Գևորգին։ Էլ սկսեցիր հագաճարել, չէ՞։ Լսի կմեռնես, որ մի անգամ էդի երկար լեզուդ բերանիդ մեջ պահես։ Քո ուշք ու միտքը մենակ ինձ վիրավորելն է, չէ՞։ Մի տան հանգստացի, 2 օր ասում Գևորգի հեռախոսը անջատած է, դու այ դրանով զբաղվի։ Ասելիքդ ասեցիր ու գնացիր, հա։ Ուրեմն պետք է որ անջատելա։ Ուրեմն ինքն էլ է հասկացել, որ դու քո զանգերով խանգարում ես իրեն։ Ինչ եմ ասում, մեկակու անուղեղ մորդ նման ես էլի։ Էլում պետք է քաշեիր։ Արդեն ձևը գտել եմ, Շուշան ջան։ Սպասում եմ ժամանես, նոր սուրճը էփեմ։ Ախր այ հռոզ ջան, ինչ անեմ, ինչքան ուզում եմ կամ սուրճ խմելու, կամ պետք է զանգեն, կամ էլ անսպասելի հույր ա գալի։ Վայ։ Քորն էլ օր չի։ Էլ ասում ես։ Խմի տակ։ Բարև ձեզ, տիկին Շուշան։ Բարև Ինգա ջան։ Լսի, դու բան ու գործ չունես եկել նստել ես այստեղ։ Չէ, մամ ջան, բոլոր գործերը արդեն վերջացրել եմ։ Չէի ասի։ Տես ինչ արևոտ եղանակա, գնա քո սենյակի պատոհանները մաքրի։ Մամ ջան, սենյակի պատոհանները 3 օր առաջ եմ մաքրել։ Դե ուրեմն խոհանոցինը մաքրի։ Թե սովորես մենակ քո սենյակի մաքրություն անես, մնացածը քեզ չի հետաքրքրում։ Վայ մամ ջան, ուզում եք ձեզ մենակ թողնեմ, տենց էլ ասա։ Վայ, անպայման ամեն ինչ բառ պիտի ասեմ քեզ։ Իսկ չես մտածում, որ կոնկրետ նպատակով եմ եկել նստել ձեր կողքին։ Չէ, մտքովս չեր անցնում, որ այդ աստիճան ցինիկ կլինես դու։ Բայց ինչի ես վիրավորում։ Ես լուր հանգիստ կնստեմ, չեմ խառնվի ձեր ջերմ զրույցին չեմ խառնվի, մամ ջան։ Լսի, չեմ հասկանում, դու ամեն ինչ անում ես, որ Շուշանս քո իրական դեմքը տեսնի։ Տիկին Շուշանը արդեն քո պատմելով իմ իրական դեմքի պատկերացումը ունի։ Վերջ! Վերգած բրադդ քաշի գնա քո սենյակ։ Վայ, մամ ջան, ես հենց հիմա կգնամ, դու մենակ մինի արտանացի, ես չի կարել։ Արի ստեղ հլա հիմար։ Համել, խորհուրդ կտամ չբամբասեք, որովհետև պատերն էլ ականջում է։ Ես չգիտի հանգստացի ինչ ես գլուխը դրա խելքին է։ Աղջի ո՞նց հանգստանամ։ Հիմա տես ես դրան այն օրը կգցեմ, որ փոշմանելու ա, որ իմ տուն ոտար հրոս։ Ճիշտ ես ասում, մամ ջան, ես արդեն փոշմանել եմ, որ այս տուն հարս եմ եկել։ Ուր ես գնում։ Գնա, բողոքին ամպետ քրոջդ, վայ թքեմ քո երեսին, հա, թքեմ քո երեսին։ Աղջի դե լավ է հանգստացի, վայ։ Տեսար հետո էլ ասում ես հանգստացի։ Աղջի դե հանգստացի շաքարդ բարձացավ, վայ կողին նշտին, ջանդամի գրողուցամին ու ռադ կաշմատ։ Ոնց եմ ես սրան դիմացել ես կան տարի։ Խելքդ ասեմ։ Վայ Գևորգ, ես ում բերեց իմ տուն։ Էլ չեմ էլ ուզում խմել։ Ամեն անգամ, երբ Ինգան տեսնում էր Շուշանին իրենց բնակարանում, ակամայից սկսում էր մտածել, որ նրանք անհարգալից քննարկումների ձևով նորից խառնվում են քրոջ անձնական կյանքին։ Իսկ դա ստիպում էր Ինգային մի ակնթարթում մոռանալ հարազատ Լիդայի բոլոր խորհուրդներն ու վեճերի անհաճո եւ անխուսափելի հետևանքները։ Քրոջը հայրական բնակարանում տեսնելը լցրեց նաեւ Լիդայի համբերության բաժակը, եւ նա որոշեց անձամբ խոսել Ռոզայի հետ, քանի դեռ ծնողները չէին վերադարձել աշխատանքից եւ չէին տեսել Ինգային իրենց տանը։
առաջացրու մի հատ։ Լիդա, արի գնանք մեր տուն։ Կարաս մտքիցդ հանես մեր տունը։ Ես ընդեղ հետ չեմ գնալու էլ։ Ինգա գոնե հանուն քեզ ու Գևորգի, հանուն ձեր ընտանիքի։ Լիդա, ախր Ինչ ախր, ես գիտեմ որ դժվար է։ դժվար չէ, անտանելի է, հասկանում ես, անտանելի։ Թեկուզ եւ, բայց պիտի դիմանաս մինչև Գևորգի վերադարձը։ Ռոզայի հետ խոսած դու։ Ինգա ջան, ինչ խոսամ։ Ինչ խոսամ մի մարդու հետ, որը անգիտակցաբար բամբասում է ուրիշի անձնական կյանքի մասին։ Լիդա, ինքը գիտակցելով է այդ ամեն ինչը անում։ Ու անդադ ինքը տանը այդ լարված մթնոլորտը պահում է իր զզվելի պահվածքով ու բամբասանքներով։ Իրան ման մեկին էլ գտել է, ամբողջ օրը քչփչում են իրար հետ։ Վերջինը, հանգստացի ու մոռացի այդ ամեն ինչի մասին։ Չեմ կարա, ես գնամ տուն ու նորից նույն պահվածքը, ամեն ինչը նույնն է։ Ինգա, եթե գնաս տուն էլի նույն թեման շոշափվի, ուղղակի բանի տեղ մի դիր։ Մեկը դրանից մեզ վատ չի լինի։ Լիդա, ես չեմ կարա լռեմ։ Լավ գոնե խոստացի, որ չես վիճի հետը։ Ինձ կզանգես։ Լսում ես ինչ եմ ասում։ Խոստացի։ Հա։ Եթե մյուս անգամ էլ նման բան լինի, կզանգես ես ինքս կգամ այդ քո Ռոզայի հետ կխոսեմ։ Դու լսում ես ինչ եմ ասում։ Լսում եմ։ Ինգա դու հարս ես, քեզ ավելորդություններ թույլ մի դուր։ Ամեն պարտադիր չի, որ պապան ու մաման ամեն ինչի մասին իմանան։ Որ զանգեմ հաստատ կգաս։ Հա, ինգա կգամ։ Ոչ չեմ գա։ Բարև ձեզ։ Բարև Լիդա։ Կարելի է։ Կարելի է, ես մենակ ես։ Այո։ Դե համեցիր, անցի նստի։ Կարծում եմ նստելու կարիք չկա, որովհետև ընդամենը մի քանի բան ենք պարզաբանելու եւ ես գնամ։ Դե պարզաբանելու բան չկա, ուղղակի ինգան իրեն սանձարցակ է պահում։ Տիկին Ռոզա, ես շատ լավ գիտեմ, թե ինգան իրեն ինչպես է պահում։ Ու հաստատ դրա համար պատճառ կա։ Լիդա, ինգան է իմ հարսը, ոչ թե հակառակը։ Էլեմենտար հարգանքն ինչ է, էդ էլ չունի։ Ես հələ հեչ։ Մի հատ ուտենաս այն իմ հարևան Շուշանի մոտ իրան ոնց է պահում։ Ռոզա, ինգան առանց որևէ պատճառի նման կերպ իրեն չէր պահում ու ես չեմ եկել բնավ նրան պաշտպանելու։ Ես չեմ պաշտպանում այն, որ վիճել եք, որ նա տանից գնացել է, որ վիրավորվել է։ Պարզապես ուզում եմ հասկանալ այդ սխալների պատճառը։ Ոչ մի պատճառ էլ չկա։ Ինգան իրանից բաներ է հորինում։ Ռոզա, ինգան շատ սիրում եւ հարգում է իր ամուսնուն, հարգում է իր ընտանիքը եւ իր ծնողներին։ Եվ ինչպես բոլոր նորմալ մարդիկ, երբ որ վիրավորում են ընտանիքի որևէ անդամի, նա էլ իրավունք ունի վիրավորվելու։ Բայց ես ինգային չեմ վիրավորել, ուղղակի Շուշանը ձեզանից էր հարցնում, ես էլ ասեցի, որ… Ասեցիր, որ ես ամուսնալուծվել եմ, ճիշտ եմ ասում։ Չհասկացա, ես իրավունք չունեմ իմ տան մեջ ընկերուս հետ հանգիստ զրուցելու, ինչ-որ բաներ խոսելու… Ռոզա, ինչ ուզում ես խոսիր, ում հետ ուզում ես խոսիր։ Նույնիսկ կարող ես խոսել իմ անձնական կյանքի մասին միայն այն դեպքում, երբ որ ինգան տանը չլինի, որովհետև առանց այն էլ նա շատ ծանր է տանում այն փաստը, որ ես բաժանված եմ։ Հուսով եմ դու հասկացար ինչի մասին է խոսքը։ Ես խոստանում եմ խոսել նրա հետ, հասկացնել եւ բացատրել։ Բա, ինգան երբ է վերադառնալու։ Այսօր, միանշանակ այսօր նա կվերադառնա։ Շնորհակալ եմ, որ ինձ լսեցիր։ Ցտեսություն։ Հաջողություն, Լիդա։ Այսօր, միանշանակ այսօր։ Սուտ է ինտելիգենտ, փչացած մեկը։ Լիդ գոնե հետս արի գնանք էլի։ Ինգա, նախ ամոթ է, երկրորդն էլ արդեն անիմաստ է նորից գալ ձեր տուն։
Աստված իմ ոնց չեմ ուզում ես գնամ այդ տուն։ Նորից նույն դեմքը, նորից նույն պատմությունը։ Հատ վերջացրու էլի։ Դու էլ գիտես, որ այդ ամեն ինչը ժամանակավոր է։ Գևորգը կգա ու կտեղափոխվեք։ Գիտես չէ, ինձ թվում է, որ ինքը Գևորգին զանգել է ու ամեն ինչ պատմել է։ Այդ ինչ իմացար։ Դե որովհետև քանի օր է զանգում եմ, իր հեռախոսը անջատած է, չի պատասխանում։ Ինքը եթե անջատած է, ուրեմն նշանակում է ձեր վեճերից տեղ է, հա Գևորգը։ Բայց ինչի է անջատել։ Ուրիշ ինչ պատճառ կարա լինի։ Ինքը հազարումի պատճառ կարող լիներ։ Հա, եթե չպատասխաներ քո զանգերին, կարելի էր դեռ մտածել։ Բայց եթե անջատած է, ուրեմն մի պատճառ կա։ Ինչ է եղել։ Ինքը կարող է հեռախոսի համարն է փոխել։ Չնայած, եթե տենց բան արած լիներ, անպայման քեզ կասեր։ Գևորգից չի։ Դե ասում եմ էլի։ Ուրեմն ինչ-որ վատ բան է եղել։ Կամ էլ Ռոզան զանգել է ու իրան ոնց արվում է տենց ներկայացրել։ Համլետին զանգել ես։ Ես Համլետի համարը չունեմ։ Իսկ Ռոզան զանգում, հա։ Հա ինքը ամեն օր էլ խոսում է իր հետ։ Իսկ ինձ չի թողնում Գևորգի հետ խոսեմ։ Ասում քո անիմաց զանգերով խանգարում ես տղայիս։ Իսկ երեք զանգել է։ Չգիտեմ։ Չնայած չէ ոնց էր։ Որովհետև եթե զանգած լիներ, ինքը շատ բարձր է խոսում, ես հաստատ կլսեի։ Ինչ ես մտածում։ Ես երևի թե քո հետ գամ։ Խնդրենք Ռոզային, որ զանգի մի հատ Համլետին, տեսնենք Գևորգի հետ ինչ է եղել։ Կամ ինչի է անջատած հեռախոսը։ Շատ եմ սիրում քեզ։ Ես էլ քեզ։ Հեսա հավաքեմ ու գնանք, լավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Տիկին Շուշան։ Ծանոթացեք քույրիկս է։ Լիդա։ Շատ ուրախ եմ Լիդա ջան։ Նմանապես։ Քույրիկ ջան, մեր հարևանուհին է Տիկին Շուշանը։ Շատ լավ կին է, սկեսուրիս ընկերուհին է, ամեն օր միասին սուրճ են խմում։ Մետան նման։ Շատ հաճելի։ Տիկին Շուշան, դուք կիմանաք սկեսուրը սկեսրարիս զանգել է։ Հա, գիտեմ։ Զանգել է, այսքանի օրը զանգել է, բայց կոնկրետ որ օրը չեմ կարող ասեմ ինքա ջան։ Բայց դրան կոնկրետ չգիտեք երբ է զանգել, ես վերջերս չի զանգել։ Աղջի բան ասում, որ ես իմանամ։ Լսի, դու միացար մարդու հետ թե չէ։ Տիկին Շուշան, բայց սկեսուրը սուրատանը չի։ Չէ, տունը չի, իջավ խանութ, ասեց հաց առնեմ 200 գրամ կոֆե, в общем, բանման էլի, չգիտեմ։ Դե լավ, ինչ ասեմ։ Եթե խանութա գնացել, հեսա կգա էլի։ Մենք սպասում կա։ Դե լավ, ես գնամ ձեզ չխանգարեմ։ Ահա, էս էլ Ռոզը։ Երկու հետ ես խոսում Շուշան։ Ինգային իրա քուրիկի։ Նորից բարև ձեզ Տիկին Ռոզա։ Բարև, ինձ էիք սպասում։ Չէ, նոր եկանք։ Լսի, Հռոզ ջան, նամակ ուտես։ Ինչ նամակ։ Ես դու հենց գնացիր փոշտալյոնը բերեց, ոնց որ Ռուսաստանից է։ Դուր տեսնեմ։ Հա, Ռուսաստանից է, բայց վրան անուն ազգանուն նշված չի։ Դե ինչ տվելա։ Դե լավ, ես գնամ դուք ձեր տնով մնացեք չխանգարեմ։ Գնա Շուշան։ Դե բարձր կարդամ մենք էլ լսենք էլի մի անգամից։ Ինչ։ Վայ Եղավ։ Ռոզան չեղավ։ Ինչ է ինքը։ Այդ նայավոր չի։ Ինքը բան ասա։
Ինգայի ամուսինն ու նրա հայրը դժբախտ պատահարի զոհ էին դարձել։ Սկզբնական շրջանում բոլորին թվում էր, որ Ինգան ընդունակ չէ դիմանալու այդ անտանելի հարվածին։ Դրա ապացույցները շատ էին։ Սեփական կյանքին ինքնական վերջ դնելու բազմաթիվ փորձերը, ուտելիքից եւ նույնիսկ ջրից հրաժարվելը, անքնությունն ու անվերջանալի թվացող անհույս տառապանքները։ Սակայն հարազատ ծնողների եւ հատկապես քրոջ ինքնամոռաց օգնությունն ի վերջո տվեց իր բաղձալի արդյունքը։ Ինգան հետզհետե սկսեց համակերպվել մեծ կորստի հետ ու շարունակեց ապրել հանուն իր երեխայի։ Բա Շուշան ջան, այդքան բանից հետո ոչ եկավ, ոչ էլ ցավակցեց։ Այ հողերս տենց աղբոր գլխին, բայց աղբեր կոչվելու իրավունք ունի ասա։ Ստահաճեք, բայց երկուսը դել։ Այ աղջի, բա դու ոնց ես մտար։ Այնքան եք տարվել ձեր բամբասանքով, որ մոռացել եք դուրը փակել։ Եկած չեկած հաչոցը տելի սկսեցիր։ Չեք պատկերացնի ինչ տահաճեք երկուսը դել։ Մանավան դու։ Դու մայր կոչվելու իրավունք ունես ընդհանրապես։ Դու կին կոչվելու իրավունք ունես։ Չէ, դու ունես այլ երբ։ Մի հատ շուրարի ու ռադդ քաշի մորտուն, գնա այն հետ եկած քրոջիդ կողքին նստի։ Երևի վաղուց ինֆորմացիա չես ստացել։ Ասեմ իմանաք։ Քույրս միացել է իր ամուսնու հետ։ Լուրջ ես ասում։ Եկավ, ներողություն խնդրեց, քույրս էլ ներեց իրան։ Աչի լուրջ։ Հա, մի բան էլ ասեմ, սիրտդ պայթի էլի։ Ես հղի եմ։ Ու կրծքից տակ Գևորգի երեխային եմ կրում։ Հա, ստում ես, այդ հնարավոր չի։ Երև ես ընթացքում ուրիշի հետ ես։ Ձենդ կտրի այն նողկանք։ Վայ, ինչ ասեցիր, լսեցիր ինձ ինչ ասեց։ Լսեցիր։ Ուրիշ բան էլ ասեմ, լսի տիկին Շուշան։ Ճիշտն ասած եկել էի մնացած իրերս հավաքեի, բայց ձեզ տեսա փոշմանեցի։ Թողնում եմ ձեզ։ Ինձ քո փալասները սկիպեն չի։ Ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա, բայց այս երեխան Գևորգի երեխան է, ինքը կծնվի, կմեծանա, իսկ դու երբեք չես տեսնի այս երեխային, կգա ժամանակ դու կհասկանես, որ դու լրիվ մենակ ես մնացել, Շուշանի նմաններ, ավելի ճիշտ Շուշանին գոնե ամուսինն է հարբեցող, դու էդ էլ չունես, կգա ժամանակ, որ կզգաս անտերի պես ոչ մեկ վրատ չի նայի, իսկ ես իմ երեխային կարգել եմ, որ ոչ քո հետ շփվի, ոչ էլ քո մասին որևէ ինֆորմացիա ունենա։ Գնա, հիստերիկի մեկը։ Աղջի, ես հաղի էր։ Տեսա։ Ինգան չէր սխալվում, ժամանակն անցնում էր և ստիպում Ռոզային զգալ միայնության անտանելի դառնությունը։ Մեկ տարի անց Ռոզայի տանջանքները հասել էին գագաթնակետին, բայց ամենացավալին նրա համար այն էր, որ Ինգան խոսքի տերը մնաց և թույլ չտվեց կեսրոջն անգամ տեսնել թոռնիկին։ Միայն այդ ժամանակ Ռոզան սկսեց մեղադրել իրեն և ներում խնդրել, բայց արդեն ուշ էր։ Չարախոսելը նրա համար դարձավ ճակատագրական։ Կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել, պտտվիր, ես քո երգը վաղուց եմ լսել։